Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո Ռուսաստանում վառելիքային ճգնաժամի նոր ալիք է սկսվել։ Հարվածներից տուժել են նավթավերամշակման մի շարք գործարաններ, ինչի հետևանքով բենզինի և դիզելային վառելիքի դեֆիցիտից դժգոհում են երկրի տարբեր շրջաններում։ Կադրերում բենզալցակայանների առջև ժամերով ձգվող հերթեր են, իսկ սոցցանցային տեսանյութերում վարորդները դժգոհում են վառելիքի դատարկ պոմպերից, երկար սպասելուց և շարունակաբար բարձրացող գներից։ Ես կարծում եմ իրավիճակն այնքան էլ լավ չէ։ Հեռուստատեսությամբ այլ բան են ասում, բայց իրականությունն այլ է։ Ժողովուրդն ամենուր է կանգնած։ Որոշ շրջաններում իրավիճակն այնքան է սրվել, որ հերթերում սպասող մարդկանց համար տեղադրվել են անգամ շարժական զուգարաններ։ Իսկ Սոչիում իշխանությունները սահմանափակումներ են սահմանել բենզինի գնման համար և կոչ են արել չերթևեկել մեքենաներով։ Սոչիի փոխքաղաքապետ Վյաչեսլավ Բաուեր: Առանց անհրաժեշտության Սոչիի բնակիչներին խորհուրդ է տրվում չօգտվել անձնական տրանսպորտից, օգտվել հասարակական տրանսպորտից կամ հնարավորինս նվազագույնի հասցնել անձնական մեքենայով երթևեկությունը։ Վառելիքի ճգնաժամի ֆոնին մի հոլովակ է շրջանառվում։ Կադրում երևում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ավտոշարասյունը բենզալցակայանի հարևանությամբ, որտեղ տեղադրված է «Բենզին չկա» գրությամբ ցուցանակ և հավաքված են մարդիկ։ Պուտին վышел։ Վառելիքի պակասը հրապարակավ խոստովանել է նաև Ռուսաստանի նախագահը։ Խնդիրները շարունակվում են թե վարորդների, թե բիզնեսների համար, և բենզալցակայաններում դեռևս հերթեր կան, և ճիշտ տեսակի բենզին գտնելը միշտ չէ, որ հեշտ է։ Իրավիճակը սակայն կրիտիկական չէ, ժամանակավոր է։ Reuters-ի տվյալներով Ռուսաստանի բազմաթիվ շրջաններում սահմանափակվել է բենզինի և դիզելային վառելիքի վաճառքը, իսկ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո նավթավերամշակման մի շարք գործարաններ ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը։ Վառելիքի պակասն արդեն ազդում է նաև տնտեսության վրա։ 4,5-ից 5,5% աճել են բեռնափոխադրումների ծախսերը, ինչն իր հերթին հանգեցնում է գնաճի։ Բեռնափոխադրումների սակագները որոշ ուղղություններում աճել են 12-ից 15, որոշ շրջաններում նույնիսկ 50%-ով։ Փորձագետները նշում են, որ նույնիսկ մատակարարումների վերականգնումից հետո փոխադրումների սակագները դժվար թե արագ վերադառնան նախկին մակարդակին։ Օգոստոսի 11-ին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հատուկ խորհրդակցությանը քննարկել է վառելիքի շուկայի շուրջ ստեղծված իրավիճակը, հանձնարարելով ապահովել անխափան մատակարարումներ և խստացնել գների վերահսկողությունը։ Քննարկվել է նաև ցածրորակ Եվրո 2, Եվրո 3 և Եվրո 4 ստանդարտներին համապատասխան բենզինի շրջանառության հարցը։ Ռուսաստանը պակասը փորձում է լրացնել նաև ներմուծմամբ։ Reuters-ի տվյալներով հուլիսին Բելառուսից երկաթուղով բենզինի մատակարարումն աճել է 25 անգամ, հասնելով ռեկորդային 212 հազար տոննայի, իսկ դիզելի մատակարարումները կրկնապատկվել են։ Ռուսաստանը սկսել է բենզին ներմուծել նաև Հնդկաստանից, Ղազախստանից և Մարոկկոյից։ Նավթի համաշխարհային շուկայում ևս բարդացել են պայմանները։ Էներգետիկ միջազգային գործակալությունը օգոստոսյան զեկույցում վերանայել է համաշխարհային պահանջարկի իր կանխատեսումը, որ 2026-ին այն կնվազի օրական 1,6 միլիոն բարելով, մինչդեռ մեկ ամիս առաջ կանխատեսվում էր օրական 1 միլիոն 50 հազար բարելի անկում։ Հորմուզի նեղուցի փակ լինելը և վառելիքի բարձր գները շարունակում են ճնշել նավթի սպառումը։ Նեղուցով անցնում է նավթի համաշխարհային մատակարարումների մոտ 1/5-ը, ուստի խափանումները սահմանափակում են առաջարկը, իսկ բարձր գները լրացուցիչ նվազեցնում են պահանջարկը։ Աիդա Ավետիսյան, Ռադիոլուր։